Վերջին նստաշրջանի հենց սկզբից միանգամից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստում շարունակել իր ապօրինի գործողությունները, այդ թվում նաև սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով։ Ուզում եմ արձանագրել երկու կարևոր հանգամանք։ Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները ոչ միայն արհամարել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված են ընդդիմությանը, այլ նաև ամեն ինչ արել եք, որպեսզի երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր կամ ոչ բոլոր անգամ նվազագույն հնարավորություններից եւ իրավունքներից։ Ես ուզում եմ հիշեցնել ոչ միայն իմ գործընկերը արդեն նշեց այն արատավոր վարքագիծը, որ դուք ցուցաբերում եք, խորհրդի մասին եք խոսում, պարոն Սիմոնյան։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել։ Դուք անգամ ընդդիմությանը բարեկամական խմբերում, վերապահված տեղերում առաջարկը ձեր քվեարկությամբ մերժում եք։ Այն նվազագույն իրավունքը, որ տրված ընդդիմությանը, ձեր մեծամասնությամբ մերժում եք։ Դուք մերժում եք ընդդիմության առաջարկները ազգային ժողովի նիստերում հարցեր քննարկելու։ Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը, դուք մերժել եք Արցախի Հանրապետությունը, դուք մերժել եք Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, ներառյալ ես։ Այո։ Եվ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցի։ Եվ նորից եմ կրկնում, ապօրինի քրեական հետապնդման ենթակա մեր գործընկերների մասով։ Հիմա դուք հոխորտում եք ում վրա, հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն։ Հոխորտացեք ձեր գործընկերների վրա, որ արհեստական թեմաներ են գեներացնում։ Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել սահմանադրությամբ պաշտպանվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա։ Այո, վերջին նստաշրջանն է եւ ես հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանը արդեն նոր գումարման ազգային ժողովում այս ամբիոնում նստած չի լինի ԿՊ-ն։ Առնվազն իշխանության մակարդակով։ Նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվես երկրում, մեր երկրում։ Դուք տապալել եք։ Իսկ ինչ վերաբերում է զեկույցը օրակարգում չընդգրկվելուն, շատ ճիշտ է, որ չի ընդգրկվել։ Եվ ես այստեղ հրապարակային ասում եմ, դուք շարժվել եք օրենքով։ Եվ ճիշտ է կարևոր չընդգրկել, որովհետև հանձնաժողով չկա։ Ինչպես որ տարի ու կես առաջ, 2 տարի առաջ ես պնդում էի, որ հանձնաժողովի ժամկետը ավարտվելու հիմքով հանձնաժողովը այլևս չի կարող որևէ ձևով հանձնաժողով որպես ներկայանա։ Տեսեք, զեկույցի մասով զեկույցը հանձնաժողովը ստեղծում է հանրությանը հետաքրքրող հարցերին պարզաբանում տալու համար։ Հանրությանը պարզաբանում տալու համար։ Հանրության մոտ կասկածները, որոնք որ կան, շարունակում են մնալ։ Եվ բոլոր են հանձնաժողովները, ներառյալ բոլոր նրանք, որոնք որ զեկույց էլ չեն ներկայացրել, որպեսզի չասեք, բա այն մյուս հանձնաժողովներն ուր են։ Հանրության մոտ այս կասկածները չեն փարատվել։ Վերջ, սա է արձանագրումը։ Իսկ ինչ վերաբերում է բոլոր են հարցադրումներին, թե ով է պատասխան տալու վաղը մյուս օրը, ես համոզված եմ, որ իշխանության փոփոխությունից հետո այն իշխանության ժամանակ, երբ տեղի են ունեցել ենթադրյալ հանցանքները, դրանք այն ժամանակ են բացահայտվելու։ Ոչ թե այն իշխանության օրոք, որի ժամանակ ենթադրյալ հանցագործությունները կատարվել են։